Բարև ձեզ սիրելի ռուսադիտողներ, պատմության խորհուրդ հաղորդաշարի եթերում այսօր կխոսենք Ստեփանոս Օրբելյանի հայոց պետականության վերականգնման շուրջ ունեցած տեսլականի մասին։ Ստեփանոս Օրբելյանը հետաքրքիր է նրանով, որ մեկ անձնավորության մեջ մեկտեղված են ազնվականը, իշխանական ընտանիքից ծագող անձնավորությունը եւ հայ եկեղեցու արքեպիսկոպոս կրոնավորը։ Ստացվում է, որ շատ հետաքրքիր մի անձի հետ գործ ունենք, ով իր ժամանակաշրջանում դառնում է նաև Հայաստանի ազատագրության գաղափարի նոր օրակարգ մտցնելու առաջամարտիկը։ Ինչպես է դա ստացվում, այսա շատ հետաքրքիր է, որովհետև թվում է, թե որևէ նախադրյալ դրա համար չկա, բայց պատմական հանգամանքները եւ այս անձի նաև անհատական հատկանիշները փաստորեն կանխորոշում են այն ճանապարհը, որով նա պետք է գնա եւ դնի հայազատագրական շարժման կարևորագույն գաղափարական հիմքերը։ Այստեղ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նա Օրբելյան իշխանական ընտանիքի ներկայացուցիչ է, Տարսայիչ Օրբելյանի որդին է եւ Սյունիքում նա փաստորեն իր հայրական իշխանական ընտանիքի հանգամանքից ելնելով է, որ գտնվում է։ Միևնույն ժամանակ նա Գլաձորի նշանավոր համալսարանի առաջին սաներից է եւ այս լավ կրթության եւ հոգեվոր ծառայության մեջ մտնելու արդյունքում նա պետք է հանգամանքների բերումով արդեն վարդապետական աստիճանը ստանալուց հետո 1285-86 թվականներին մեկնի Կիլիկյան Հայաստան, որտեղ պետք է արժանանա եպիսկոպոսական ձեռնադրման հայոց կաթողիկոսի կողմից։ Եվ այստեղ տեղի ունենում հետևյալը. այդ ժամանակ վախճանվել էր ամենայն հայոց կաթողիկոսը եւ նա սպասում է մինչեւ կաթողիկոսական ընտրություններ եւ կաթողիկոսի ձեռնադրություն եւ օծում եւ արդեն նոր կաթողիկոս Կոստանդին II Կաթուկեցու կողմից ստանալով համապատասխան ձեռնադրումը, նաեւ նրա կողմից ստանում է շատ կարևոր մի որոշում։ Վերականգնվում է Սյունյաց մետրոպոլիտությունը, որտեղ նա իբրև մետրոպոլիտ է կարգվում եւ փաստորեն նաեւ կաթողիկոսի կողմից նա ճանաչվում է հյուսիսարևելյան Հայաստանի վարդապետների եւ եպիսկոպոսների նկատմամբ վերադաս։ Սա շատ կարևոր էր, ստացվում է, որ Հայաստանի, բուն Հայաստանի տարածքում հոգեվոր միության գործընթաց էր գնում, վարչական առումով փաստորեն մեր եկեղեցականները ստանում էին ընդհանրական ղեկավարման արդեն գործընթացի սկիզբ եւ սա շատ կարևոր դեր պիտի խաղար հատկապես հայոց եկեղեցու ինքնուրույնությանը, հատկապես դավանական եւ վարչական ինքնուրույնությանը սպառնացող վտանգներին դիմագրավելու գործում։ Այս համատեքստում իհարկե շատ հետաքրքիր է այն, որ ժամանակի հետ նա դառնում է իրեն ձեռնադրած կաթողիկոսի գաղափարական շարունակողը եւ նույնիսկ այդ գաղափարները հասցնում են նոր աստիճանի։ Բանն այն է, որ երբ նա 1287 թվականին վերադառնում է Սյունիք եւ ստանձնում Սյունիքի մետրոպոլիտական կարևորագույն պաշտոնը, դրանից հետո տեղի ունենում շատ հետաքրքիր իրադարձություններ։ Բանն այն է, որ Կոստանդին Կաթուկեցի կաթողիկոսի ձեռնադրման եւ օծման ժամանակ հայոց թագավոր Լևոն III Հետումյանը վախճանվում է 1289 թվականին եւ նոր թագավորը, նրա ավագ որդի Հետում II-ը, որոշակի կրավորական կեցվածք է սկսում դրսևորել եկեղեցիների միության հարցի շուրջ։ Այդ ժամանակ Եգիպտոսի մամլուքյան սուլթանությունը պայքար էր սկսել վերջակետին հասնելու խաչակիրներից Միջերկրական ծովի արևելյան ափը ազատելու գործընթացը եւ խաչակրաց պետություններին կործանարար հարվածներ հասցնելով նա նրանց վերջին հենակետերն էր գրավում։ Այս պետությունը պետք է 1292 թվականին վերացնի խաչակիրների վերջին հենակետ Ակրան եւ գա հասնի Կիլիկյան Հայաստանի սահմաններին, Հռոմկլա կաթողիկոսանիստը գրավի եւ Կիլիկյան Հայաստանին պատճառի մեծագույն նյութական եւ ռազմաքաղաքական վնասներ։ Այս գործընթացների բովում փաստորեն 1289 թվականին Հետում II թագավորին Հռոմի պապը ուղղում է ջատագովական նամակ, կոչ է անում, որ նա պետք է ընդունի կաթոլիկ դավանանքը, տեղի ունենա եկեղեցիների միավորում եւ հայ եկեղեցին պետք է կատարի որոշակի զիջումներ։ Այստեղ Կոստանդին II Կաթուկեցի կաթողիկոսը դեմ է գնում այս օրակարգին եւ այս օրակարգին դեմ էին նաեւ բուն Հայաստանում եւ նշյալ պայմաններում թագավորի կողմից ասպարեզ է նետվում կեղծ մեղադրանք կաթողիկոսի նկատմամբ, իբրև նա սկսել է դրսևորել
աշխարհականին բնորոշ կենցաղվարություն և իր ծառայությանը ոչ հարիր գործերով է զբաղված։ Այս ամբաստանությունների հիման վրա գումարվում է ժողով, ընդ որում գտնվում են բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր պատրաստակամություն են ցուցաբերում իրենց կաթողիկոսի դեմ հանդես գալու հարցում։ Ժողով է գումարվում Սիս մայրաքաղաքում առանց կաթողիկոսին տեղյակ պահելուն և այստեղ այս մեղադրանքների հիման վրա որոշում են կաթողիկոսին հեռացնել գահից։ Այս իրավիճակում կաթողիկոսը մտածում է, որ իր թագավորությանը գուցե չարժի հակադրվել և նա այս ժամանակ նշում է, որ գուցե երկնային արքայության արժանանալու ճանապարհին դատաստանի օրը ինքը կարողանա ըստ արժանվույն պատասխանել իրեն եղած մեղադրանքներին արդեն երկնային դատավորի առաջ և երկրային դատական որևէ գործընթաց չի կարող նրան մեղավոր այս գործընթացում ճանաչել։ Եվ երբ այս իրավիճակում պարզ է դառնում, որ նրա դեմ հանդես եկած բարձրաստիճան հոգևորականները նույնիսկ թագավորին հորդորում էին ձերբակալել կաթողիկոսին, այստեղ Ստեփանոս Օրբելյանը նշում է շատ հետաքրքիր հանգամանքներ։ Նա ասում է, որ կաթողիկոսը, երբ իմանում է, որ իրեն գալու են ձերբակալեն, այդ ժամանակ վերցնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, օրհնում է հայոց թագավորությունը և հայ ազգին և նրա հետագա ամբողջ պատմական ընթացքին մաղթում է հաջողություն և Աստծուց ողորմություն է խնդրում, որ ուղղորդի ճշմարիտ ճանապարհով հայոց թագավորին, հայոց թագավորությանը և ազգին, և այս խոսքերից և օրհնությունից հետո կաթողիկոսին ձերբակալում են։ Այս գործընթացները իհարկե մեծ հարված էին Կիլիկյան Հայաստանի ներքին օրակարգերին և Ստեփանոս Օրբելյանը շատ է ազդված, որովհետև նա պնդում է, որ նա կարող էր փաստորեն գալ բուն Հայաստանի տարածք և այստեղ մեր հոգևոր դասը չէր հակառակվում կաթողիկոսին, հակառակը կողմ էր նրա կողմից այն օրակարգին, որ պետք է անզիջում մնալ ազգային հարցում և չի կարելի գնալ եկեղեցու դավանական զիջումներին, չի կարելի գնալ նաև վարչական միությանը և Հռոմի պապին ենթարկվելուն և իհարկե նրանք կանխորոշում և կանխազգում էին, թե ինչ իրադարձություններ կարող են հետևել այս ամենին։ Եվ ահա, ընդամենը բանտարկությունից մոտ 3 տարի անց 1292 թվականին Եգիպտոսի մամլուքները խաչակիրներին ջախջախելուց հետո գրավում են Հռոմկլայի կաթողիկոսարանը և թագավորի օժանդակությամբ գահին բազմած հաջորդ կաթողիկոսին գերեվարում են և երկաթե զնդանի մեջ տանում են Եգիպտոս, որտեղ էլ նա վախճանվում է։ Եվ այստեղ Ստեփանոս Օրբելյանը նշում է այնպիսի խոսքեր, որ ցույց են տալիս նրա ցավն ու ափսոսանքը։ Խնդրեմ այդ հատվածը ընթերցենք Ստեփանոս Օրբելյանի նշանավոր Սյունիքի պատմությանը նվիրված աշխատությունից։ Այսպես է նա հայոց թագավորին ուղղում իր խոսքը, հետում երկրորդին. «Ով դատավոր և քո հայրապետին զրպարտող, ահա տեսար, թե ինչպես Աստված շուտափույթ կերպով վրեժ առավ, պատուհաս բերեց արդարությանը հետամուտ լինելով, քանի որ դու Կոստանդին կաթողիկոսին գլխաբաց եկեղեցուց արտաքսեցիր, նա էլ քոնին արտաքսեց Հռոմկլայի մեծ աթոռից։ Դու քո ձեռքով Կոստանդինին մերկացրիր կաթողիկոսական զգեստից, նա էլ Մսրա սուլթանի ձեռքով մերկացրեց քո դրած հայրապետին»։ Մսր ասելով այստեղ նկատի առնված Եգիպտոսը։ «Կոստանդինին կապանքներով բանտ ուղարկեցիր Լամբրոն, նա էլ քոնին կապանքներով բանտարկության ուղարկեց Մսրա անդառնալի զնդանը։ Այժմ ուր են հայրապետական զգեստները, ուր թանկագին թագը, ուր Սուրբ Գրիգորի աջը, գավազանն ու աթոռը, որոնցով պարծենում էիք։ Ավաղ մեր անմտությանը, որ ինչպիսի տույժի ու փորձանքի մատնվեցինք»։ Եվ այս իրադարձություններից հետո Ստեփանոս Օրբելյանը ցավով նշում է, որ կաթողիկոսարանը նորից դեգերումների մեջ է հայտնվում, նույնիսկ կաթողիկոսի կողմից պահվող Գրիգոր Լուսավորչի աջն են փաստորեն կաթողիկոսարանից հեռացրել և տարել Եգիպտոս, և ի վերջո պետք է Սիս տեղափոխվեր կաթողիկոսարանը, բարդ գործընթաց է։ Այս ամենի պայմաններում 1295 թվականին Հայաստանի տարածքում իշխող մոնղոլները, մոնղոլական իլղանությունը հուլաղուիդների, ընդունում է իսլամ, Ղազան խանը իսլամ է ընդունում և ստացվում է, որ նաև մշակութային միջավայրը
Հայաստանի համար եւ նաեւ քաղաքական համակարգ այս պետության բացարձակապես ոչ նպաստավոր նոր իրավիճակ է ստեղծում։ Սյունիքի միտրոպոլիտը նշյալ պայմաններում նաեւ 1297 թվականին ստիպված է լինում արձագանքել Կիլիկյան Հայաստանում Հեթում II նոր անօրեն գործողություններին։ Բանն այն է, որ նրա հորդորով Գրիգոր 7-րդ անավարձեցի կաթողիկոսը Կիլիկյան Հայաստանում հրավիրում է ժողով եւ որոշում է ընդառաջ գնալ Հռոմի Պապի խնդրանքին եկեղեցիների միության հարցում։ Եվ սա նշանակելու էր ոչ միայն զուտ եկեղեցիների միություն, իրականում դա միություն չէր։ Դա նշանակում էր, որ մեր եկեղեցին դառնալու էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու մաս, Հայոց կաթողիկոսը ենթարկվելու էր Հռոմի Պապին եւ ամենակարևորը, որի մասին զգուշացնում էին հայ հոգևոր դասի նշանավոր ներկայացուցիչները, Հայոց թագավորն էլ դառնալու էր Հռոմի Պապի ենթական։ Սա էին ուզում մեր հոգևոր դասի ներկայացուցիչները կանխել, որ թագավորը չդառնա Հռոմի Պապից կախյալ մեկը։ Բանն այն է, որ եվրոպական միջավայրում այն ժամանակ գործում էր ինվեստիտուրայի համակարգը։ Բոլոր աշխարհական առաջնորդները, աշխարհիկ առաջնորդները գահին բազմելիս ստանում էին Հռոմի Պապի կողմից վավերացում, գահակալելու հաստատում։ Այս ամենը հրաշալի գիտակցում էին մեր հոգևոր հայրերը եւ փորձում էին կանխել։ Եվ այս բոլոր իրադարձությունների ֆոնին 1297 թվականին Ստեփանոս Օրբելյանը գումարում է ժողով, այստեղ մասնակցում են Հայաստանի տարածքում գտնվող վարդապետներ, այսպես կոչված արևելյան վարդապետները, մեր իմաստունները, այն ժամանակվա պրոֆեսորները, այսպես ասենք, որովհետև նրանք պահում էին նաև վարդապետարաններ եւ մեր ինտելեկտուալ գիտելիքի փոխանցողներն ու ստեղծողներն էին, նաև իշխաններ էին մասնակցում։ Այսա շատ հետաքրքիր ֆորմատ է, ազգային եկեղեցական ժողովին նմանվող ֆորմատ, որտեղ եւ Սյունիքի հոգևոր դասն է, եւ արևելյան վարդապետներն են, եւ Սյունիքի իշխաններն են, այլ վայրերից հրավիրված իշխաններ, եւ նրանք ընդհանրական պատասխան են տալիս, որ դեմ են եկեղեցիների միությանը եւ կոչ են անում թագավորին եւ այդ ժամանակ իր ծառայությունից շեղված նորընտիր կաթողիկոս Գրիգոր 7-րդին հետ կանգնելու այս օրակարգից։ Եվ նրանք կանխած գալով հետագա գործընթացները արդեն անցնում են նաև այլ գործողությունների։ Այստեղ շատ կարևոր է նշել, որ այս դեպքերից ընդամենը 2 տարի անց այս նշանավոր գործիչը ավարտին է հասցնում իր հենց այս աշխատությունը, պատմություն տանն Սիսական կամ Սյունիք նահանգի պատմությունը աշխատությունը, որտեղ ներկայացնում է Սյունյաց պատմությունը հնագույն ժամանակներից մինչև իր օրերը, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով բնականաբար քրիստոնեական շրջանին եւ հիմնավորելով հատկապես Սյունիքում առանձին եպիսկոպոսական աթոռի կարևորությունը, որ դա դեռևս առաքելական ժամանակներից գոյություն ունի։ Եվ այստեղ նա նաև մեկ այլ կարևոր աշխատություն է ստեղծում 1302 թվականին երկաբնակներին, այսպես ասած, այսինքն արևմտյան քրիստոնյա աշխարհին պատասխան է գրում, որտեղ հիմնավորում է մեր եկեղեցու դավանական ինքնուրույնությունը եւ նաեւ հիմքեր ստեղծում հայոց թագավորի համար, որ արտաքին ճնշման ներքո կարողանար պատասխանել, որ ինչու ենք մենք դեմ եկեղեցիների միությանը։ Մի բան, որից ցավոք չէր օգտվում Կիլիկյան էլիտան։ Եվ այս համայնապատկերում Ստեփանոս Օրբելյանի ամենակարևոր աշխատությունը այս գաղափարաբանության տեսանկյունից լինում է մի շատ պարզ բանաստեղծական ոճի երկասիրություն։ Այն կոչվում է Ողբ ի Սուրբ Կաթողիկեն, որ գրվել է 1299-ից 1300 թվականներին մեկ այլ նշանավոր վարդապետի Կեչառիս վանական համալիրի հոգևոր միաբանության այդտեղի ղեկավար Խաչատուր Կեչառեցու հորդորով խնդրանքով։ Այստեղ նա կարծեք խոսի Մարտ Տաճարի անունից եւ նշում է, որ գտնվում է թշվառական վիճակում, լքված վիճակում եւ որ կարիք կա հայոց կաթողիկոսական աթոռը վերստին նորոգված տեսնելու Սուրբ Էջմիածնում։ Հենց Ստեփանոս Օրբելյանն է բերում ասպարեզ այն կարևոր գաղափարաբանությունը, որ Սուրբ Էջմիածինը միակ վայրն է բուն Հայաստանում, որտեղ ոտք է դրել Հիսուս Քրիստոսը, ավելի ճիշտ իր ձեռքով, իր ոսկե մուրճով փաստորեն ցույց է տվել այն վայրը, միածնաեջ վայրը, որտեղ պետք է սկիզբ ունենար իր եկեղեցու նվիրապետական այս կարևորագույն կենտրոնը։ Եվ
Այս ամենը իհարկե նոր գաղափարաբանություն էր տալիս հետագա գործընթացներին։ Նա նշում է, որ հենց այստեղ, եթե նորոգվի կաթողիկոսական աթոռը, այստեղից էլ սկսելու է հայոց թագավորության վերականգնումը բուն Հայաստանում։ Եվ մեծ հաշվով նա չի սխալվում։ Եթե մենք նայենք պատմական հետագա իրադարձություններին, տեսնում ենք հետևյալը. Կիլիկիայի հայոց թագավորությունը ցավոք չի կարողանում զերծ մնալ իր իսկ բռնած սխալ ուղու հանգուցալուծումից, վատ հանգուցալուծումից ցավոք։ 1375 թվականին թագավորությունը վերանում է եւ փաստորեն Ստեփանոս Օրբելյանի եւ արևելյան վարդապետների այն բազմաթիվ նախազգուշացումները, որ խոտոր ճանապարհով է գնում մեր հայոց թագավորությունը Կիլիկիայում, ցավոք իրականություն են դառնում։ Եվ նրանց այն կանխատեսումը եւ ժամանակը զգալու այն կարևոր զգացողությունը, որ նրանք ունեին, փաստորեն հնարավորություն տվեց նրանց թագավորության անկումից դեռևս շուրջ 8 տասնամյակ առաջ ձևակերպելու այն քայլերի ամբողջ հաջորդականությունը, որ պետք է անել Կիլիկյան Հայաստանում փաստորեն թագավորության վերացման պարագայում բուն Հայաստանում այն վերականգնելու համար։ Եվ խնդրեմ 1431-ին Ռուստամ Օրբելյանը, նույն տոհմի ներկայացուցիչ իշխան, տալիս է 7 գյուղ Մարտ տաճարին, որպեսզի այստեղ միաբանություն սկսի գործել եւ նախադրյալներ տնտեսական հենք ձևավորվի կաթողիկոսական աթոռի վերականգնման համար։ 10 տարի անց հենց այստեղ փաստորեն վերականգնվում է հայոց կաթողիկոսի նստավայրը եւ 1441-ից այն վերստին դառնում է ամենայն հայոց կաթողիկոսի գահանիստը։ Եվ եթե մենք նայենք հարյուրամյակների այս ամբողջ հետահայաց հայացքով, տեսնում ենք հետևյալը. հենց այստեղից է սկսում 1918 թվականին հայոց թագավորության արդեն նոր կերպով պետականությունն ասենք հանրապետության վերականգնման գործընթացը։ Ստեփանոս Օրբելյանը փաստորեն չէր սխալվում, որ հենց Արարատյան երկրում, այսինքն Արևելյան Հայաստանում պետք է վերաստեղծվի հայոց պետականությունը։ Գևորգ 5-րդի վճռական կամքի շնորհիվ գիտենք, որ սկսում է այն բեկումը, Սարդարապատի բեկումը, որ ապահովում են մեր զինվորները, մեր հրամանատարությունը, մեր քաղաքական նաև այդ ժամանակաշրջանի ղեկավարությունը Արամ Մանուկյանից, Մովսես Սիլիկյանից սկսած ներառյալ մեր զորահրամանատարներից Դանիել Բեկ Փիրումյան, Դրո եւ մյուսներ, որով փաստորեն հայոց պետականությունը վերականգնվում է Հայաստանի արևելյան մասում հանրապետության տեսքով։ Սա էր Ստեփանոս Օրբելյանի կարևոր տեսլականը հայոց պետականության վերականգնման ճանապարհին։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ հաղորդման շրջանակում մեր պատմության խորհուրդը հաղորդաշարի շրջանակում։ Հաջողություն։